Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Ակոպովնային այսօր ձեզ համար բացառիկ թողարկում է կազմակերպել եւ ասեմ, որ եթերս գրավելու է նաեւ նոր սերունդը։ Նրանց մասին րոպեներ անց, որովհետեւ ըստ ֆորմատի շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծօրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ На пути людей, и с годами жизнь нас сделала мудрей. Трудности в юности мы прошли вдвоем, а сейчас мы вместе весело споем. Трудности в юности мы прошли вдвоем, а сейчас мы с другом весело споем. Друг мой самый верный, искренний и смелый, я горжусь тобой. Друг мой, ты надежный, но характер сложный, честный друг ты мой. Друг мой самый верный, искренний и смелый, я горжусь тобой. Друг мой, ты надежный, но характер сложный, честный друг ты мой. Вечерами, сидя за столом, делимся о важном, каждый о своем. Знаю, ты предан мне сердцем и душой, будь уверен, друг мой, я всегда с тобой. Знаю, ты предан мне сердцем и душой, будь уверен, друг мой, я всегда с тобой. Друг мой самый верный, искренний и смелый, я горжусь тобой. Друг мой, ты надежный, но характер сложный, честный друг ты мой. Друг мой самый верный, искренний и смелый, я горжусь тобой. Друг мой, ты надежный, но характер сложный, честный друг ты мой. Друг мой, ты надежный, но характер сложный, честный друг ты мой. Друг, ты самый верный, искренний и смелый, я горжусь тобой. Друг мой, ты надежный, но характер сложный, честный друг ты мой. Դե ինչ շարունակվում է աշխատանք 21 TV եթերում եւ ըստ ֆորմատի ես ներկայացնում եմ տեսանյութ, ասեմ, որ տեսանյութի կարևոր դեմքերը ինձ մոտ տաղավարում են, իսկ ովքեր են կիմանաք հենց հիմա։
when everything gets in the way. Seems you cannot be replaced, and I'm the one who'll stay. Oh, in this world, it's just us. You know it's not the same as it was. In this world, it's just us. You know it's not the same as it was. As it was. Դե ինչ ես վստահ եմ հենց հիմա շատերն են մոտ նստել, շատերը հետաքրքրությունից են ձայնը բարձրացրել, ասեմ, որ մեծագույն սիրով ընկերներից հրավիրել եմ ինձ մոտ տաղավար, որպեսզի վերջի նորությունները գոնե ինձ հետ կիսվեն, բայց ասեմ, որ մեծագույն սիրով ես հյուրընկալ եմ Prof Art Modeling մոդելային դերասանական դպրոցի հիմնադիր տնօրեն Լիլիա Միրխանյանին եւ կրեատիվ տնօրեն Հայկ Աբրահամյանին։ Ընկերներից բարի օր, բարի գալուստ։ Ոնց եք Լիլ ջան։ Լավ, դու ինչպես ես։ Շատ լավ։ Նախ ես ուրախ եմ արձագանքելու համար։ Նեղվում եմ, եթե իմ ընկերները չեն արձագանքում եւ նորություն ինձ հետ չեն կիսվում, այդ բանը էգոիզմը իմ հետ մեծանում է, այլ որ առաջին ակոպով նան, գիտես, բան չի փոխվել Լիլ ջան։ Ես անցած անգամ ձեզ հետ շփվելուց հասկացա աշխատանքները տարվում են, կրթում դաստիարակում ենք նոր սերունդ, բայց ոնց հասկանում եմ տաղավարից են կողմ լավ էլ մեծ սերունդ էլ արդեն ունենք, դրանց հետ րոպեներ անցենք հայտնվելու։ Մի հարցից հետո անցնում ենք բուն թեմային։ Ես ձեր էջում կարդացել եմ նաև, որ գրված է ագենստվա։ Խնդրում եմ լուսաբանել եւ մեկնաբանել։ Դե մենք սկսեցինք որպես դպրոց գործունեությունը, որից հետո արդեն հասկացանք, որ ունենք շատ լավ կերպարներ, մոդելներ, դերասաններ եւ կարող ենք արդեն որպես գործակալություն առաջարկել տարբեր բրենդների, հեռուստաընկերություններում նկարվելու ֆիլմեր, տեսահոլովակներ, առհասարակ որևէ գործունեության համար, հասկացանք, որ կարող ենք որակով եւ պրոֆեսիոնալ ստացած մասնագիտական կրթություն ապահովել մոդելներ եւ դերասաններ։ Արդեն բացեցինք մի փոքր շրջանակը մեր գործունեության։ Վերապատրաստում ենք, սովորեցնում ենք դպրոցում, որից հետո արդեն ագենստվայում իրենց պահում ենք հիմնական մոդելների եւ դերասանների։ Յոնոլը, իսկ ագենստվա թեմա երևույթը արդեն ուզում հասկանալ կա, պտուղները քաղել եք, առաջարկներ ունեք։ Բավականին, ասեմ, որ մենք քաղաքում լավագույն ընկերությունների հետ ենք համագործակցում, ում հետ էլ դեռ չենք համագործակցել, վստահաբար կարող եմ ասել, որ մենք այնքան լավ ունենք մոդելներ եւ դերասաններ, որ վստահաբար կարող եմ ասել, որ մոտ ապագայում ունենալու ենք այդ համագործակցությունները։ Անուններ չտամ, բնականաբար հասկանում եք ինչի մասին է խոսքը, բայց քաղաքում լավագույն բրենդերի եւ արդեն գործընկերներ արդեն դարձած մեծ համար մարդիկ կան, ում հետ սիրով աշխատում ենք նաեւ շարունակաբար, այսինքն մեկ անգամ համագործակցությունը վերածվում է շարունակաբար համագործակցության։ Դե հա, լավի հետ արժե շարունակություն ապավել։ Եվս մեկ հարց ու Հայկետ շփվեմ, հա։ Ընդունելության թեման, ես հիմա վստահ եմ, որ շատ մամաներ առավել եւս, պապաները մեկու մեջ, բայց մամաները հաստատ ուզում են, որ իրենց երեխաները գոնե սիրուն քայլել։ Եթե որ ասում մոդել չենք դառնում, բայց գոնե կանացի քայլել իմանանք, հա։ Կա տարիքային սահմանափակում եւ արդյոք ամառը ազդում է, այսինքն բաց դաշտեք կարող են յուրաքանչյուր օր գալ ընդգրկվել, ընդունվել, թե ոնց է տարաձայնությունները լինում են։ Մեզ մոտ ֆորմատը չի փոխվել, ինչպես միշտ մենք հասանելի չենք ամեն օրվա համար, քանի որ մեր մոդելները ստանում են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն եւ մենք էլ ունենք մեր սխեման աշխատանքային։ Ամռանը բնականաբար աշխատում ենք, ընդունելությունը ունենք, բայց այդ ամեն ինչը արվում է ընթացակարգով։ Գրում են մեր էջին, Instagram-յան կամ Facebook-յան, որից հետո այդ ընթացակարգերը անցնելով մոտենում ենք կաստինգների կրկնակի, ովքեր որ համապատասխանում են, ովքեր ունեն պոտենցիալ, միանշանակ մենք ընդունում ենք եւ սկսում ենք զբաղվել իրենց ապագայով։ Իսկ չափանիշները ի վերջո աշխատում է, աշխատում են, այո, մեզ մոտ 5-ից մինչև մի փոքր սեգմենտը հա տարիքային բարձրացրել ենք մինչև 30, քանի որ ցանկացողները շատ են, ցանկանում են ունենալ առաջինը լավ կեցվածք, քայլվածք, ինչու ոչ առօրյայում, որովհետեւ շատ կարեւոր է լինել ներկայանալի եւ դա առաջին հենց ֆակտորն է, հա, գեղեցիկ քայլվածքը եւ կեցվածքը։ Այդ մասով նաեւ ունենք եւս մեկ նորություն, որ մենք հատուկ ունենալու ենք սիրողական խմբեր, ովքեր որ նաեւ 30-ից բարձր
ցանկանում են բարձրակրունկների վրա իրենց գալ կանացի, Աստվածիմ, գրավիչ։ Այդ դեպքում մենք մեծ սիրով պատրաստ ենք իրենց հետ աշխատել եւ վերադարձնել իրենց այն կանացիությունը, ինչ որ տարիների ընթացքում այդ առօրյա ցածր, չգիտեմ, կոշիկները եւ այլը վերացրել են այդ ամենը։ Ես հենց հիմա ուզում եմ ընկերուհիներից շատերին դիմել, որ աշխատանքի բերումով իրանք այնքան են շատ հակել այդ կրասովկա ասվածը, որ մոռացել են քայլելը ու բավականին կներեք իմ ընկերուհիներին արդեն ովքեր հասկացան, շատը տղամարդու քայլվածքին նման է, տեղը կա, ձևը կա, կարող եք ընդգրկվել, ես Լիլի հետ կխոսեմ ընկերուհիներից գոնե կաբլուկներ ասված երևույթը, լավ առանց կաբլուկ էլ, քանի որ Լիլին իմ 100 տարվա ընկերուհին է, բայց հայկետ շփվում եմ առաջին անգամ։ Ինչ է նշանակում կրեատիվ տնօրեն, ինչով է զբաղվում Հայկը կոնկրետ։ Կրեատիվ տնօրեն, այսինքն ես հիմնականում զբաղվում եմ ագենստվայի մոդելների հետ կապված ամեն հարցի հետ։ Իրանց կազմակերպչական կլինի, թե դիզայներների հետ կապված կլինի, թե ծրագիրներ վերցնել, ծրագիրները կազմակերպել։ Լուրջ թեմա է։ Դե հիմնականում մոդելների հետ կապված ամեն հարց ինձ վրա է։ Շատ լավ։ Հիմա որպես ինձ հետաքրքիր տղամարդ էլ այդ հարցն եմ տալիս, որ որպես տղամարդ ինձ ասեք, ոչ պակաս, ոչ ավելի ունենք գեղեցկուհիներ, ոչ վիրահատված, որովհետև տեն ստանդարտ դառնում է նույն դեմքը։ Այն որ ասում եմ դեմքը շատ լավն է, լավ թեկուս վիրահատված ամեն ինչ լավն է, բայց մարմինը չի կարողանում ճիշտ օգտագործել, որպես տղամարդ լինում է մեկ-մեկ չեք դիմանում, թեկուս ընկերական շրջապատում ասում եք, լսի արի մի քիչ քայլել սովորացնենք, արի մի քիչ ձևաչափը պահել սովորացնենք, որպեսզի այս ամբողջ գեղեցկությունը դերևա լինում է Հայկ անկեղծ ասա որ չես դիմանում։ Բնականաբար լինում է, տենց դեպքեր մենակ քայլվածքի հետ կապված չի, ընդհանուր մարմնի կառուցվածքը գալիս է նաև ֆիզիկական պարապած լինելու հետ է մի քիչ որ մկանների ձգություն, դա էլ օգնում քայլելուն, թե քայլելու առումով, թե սպորտի առումով պետք է մոդելը ոնց որ ամեն ինչին հասած լինի։ Շատ լավ, բայց վերջի նորաձևության տենդենսների մեջ հայտնվել է, որ կարան թմբլներն էլ լինեն մոդելներ, չէ՞, այդ XXL-ը արդեն ներխուժել է, չէ՞, նորաձևություն Լիլ։ Այո, ու դա նորմալ է, էլի, մեղք են։ Փորձում ենք, այսինքն ոնց որ թե շուկան ձևավորել է այն միտքը, որ կարելի է նաև այո տալ հնարավորություն պլյուս սայզի մոդելներին եւ ունենք համաշխարհային արդեն հայտնի բրենդեր, ովքեր իրենց ցուցադրությունների ժամանակ պլյուս սայզի մոդելներին ցույց են տալիս եւ կարծում դա լավ հնարավորություն է։ Նաև ստանդարտները փոխվել են նրանով, որ ոչ միայն պետք է 1.75-ից լինի, արդեն մոդելը, այսինքն նաև տեսնում ենք մոդելների, ովքեր մի փոքր ավելի ցածրահասակ են, բայց ունեն լավ ֆիզիկական տվյալներ, դիմագծեր, այդ մասով էլ են տենդենսները փոխվել։ Կարևոր նաև նորություններից նշեմ, Ձինջան, որ մենք մեր մոդելը մասնակցեց Կանն ֆեստիվալի շրջանակներում անցկացվող ցուցադրությանը։ Լավ։ Այո, եւ գնաց ներկայացրեց Հայաստանը շատ մեծ պատվով մեր ագենստվայի անունը բնականաբար բարձրաձայնելով, ինչ համար մենք շատ ուրախ ենք, դա Հայաստանում համար 1 գործակալություն է, որ կարողացել ենք ուղարկել Կանի շրջանակներում այդ գեղեցիկ ցուցադրությանը։ Ունենք միջազգային գործընկեր, Եվրոպայի ցանկացած միջազգային ցուցադրությանը ունենք հնարավորություն։ Մեր փոքրիկ մոդելը մարտի 6-ին մասնակցեց Paris Fashion Week եւ հայտնի ժուրնալը Բազարը նկարել էր մեր փոքրիկին եւ իր ամսագրում տեղադրել էր։ Հիանալի է, արդեն լավ հաղթանակներ է։ Անում միջև տարվա վերջ հատուկ նախագծեր կան Լիլ։ Մենք մեր պլանային ունենք ցուցադրությունները, որոնք որ հենց դպրոցի շրջանակներում անցկացնում ենք, ունենք նաև շատ մեծ պրոյեկտներ, որոնք որ ցավոք սրտի դեռ չեմ կարող բարձրաձայնել, բայց մոտ ապագայում հաստատ լուսաբանելու ենք եւ մեծ սիրով եւս մեկ անգամ քեզ հյուր կգամ։ Սիրով։ Եվ ուզում եմ ասել, որ մենք
շատ աշխատանք ենք տանում, որպեսզի մեր մոդելները մեծ պատվով ներկայացնեն Հայաստանը հենց միջազգային բեմում։ Դա իմ ցանկությունն էր եւ Աստծո կամոք դա իրականացավ։ Աստված առաջ։ Եվ եւս մեկ հարց։ Ես գիտեմ, որ շատ ծնողներ, որ իրենց բալիկներին բերում են, թեկուզ հերվից նստում հետևում են, վարակվում են։ Լինում է, որ բա մենք չենք կարող մասնակցել, sense տեքստերը լա չէ լինում։ Լինում է, որ կողքից sense թեմաներ լինում, օգնում եք մամաներին էլի։ Այո, մենք ունենք նաև ոճաբան, ում հետ որ նաև կապսուլավորում ենք հա իրենց գեստապահարանը, ինքը օգնում է այդ հարցով, իսկ ես օգնում եմ գեղեցիկ քայլվածք, կեցվածք, կանացի հմայիչ այդ ամենը վերադարձնելը, հա, այսինքն մենք փորձում ենք երկուսը միքս անել եւ օգնել նաեւ մեր ծնողներին։ Իրենք շատ են դիմում, այո, իրենք նաեւ վարակվում են, քանի որ տեսնում են արդյունքները կարճ ժամանակահատվածում ինչքան լավ արդյունքներ ենք մենք գրանցում։ Մեր թիմը շատ մեծ է, Ձինջան։ Մենք տարբեր առարկաներով ենք ապահովում մոդելներին, որպեսզի իրենք բազմակողմանի ինֆորմացված լինեն եւ կարողանան բոլոր, հա, ոլորտներում իրենց ճիշտ ներկայացնեն։ Եվ ոճաբանության մասով, եւ հոգեբանություն են իրենք անցնում, քանի որ շատ լավ գիտենք մոդելի եւ դերասանի աշխատանքը շատ ստրեսային է։ Ունենք նաեւ դերասանի վարպետության մասնագետ, բեմական խոսք, մոդելը պետք է լավ հստակ խոսք ունենա, որպեսզի կարողանա ճիշտ ներկայացնել իրեն։ Դիկցիան մանավանդ։ Այո։ Ու հաճելի ձայնը։ Այո։ Ունենք պոդիումային պլաստիկա պարը, որը որ շատ կարևոր է, դու ինքդ էլ գիտես, ես առաջին մասնագիտությամբ պարուսից մանկավարժ եմ եւ կարծում եմ, որ ամենաառաջնահերթ եւ մոդելի եւ առհասարակ, հա, մարդու կյանքում ճիշտ քայլված կեցվածքը պետք է դնել հենց լավ հիմքով եւ դրա վրա մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում։ Ոնց նկատեցիր, առարկաները տարբեր են եւ մաքսիմալ փորձում ենք ապահովել ճիշտ մասնագիտական գիտելիքներով։ Հիանալի է։ Եվ մի հարց էլ Հայկին ոչ պակաս ոչ ավելի տղաներ էլ ունենք, կներեք, շատ սիմպաթիչնի, որոնք լուրջ հետևում են եւ կազմվածքին, եւ չգիտեմ, այնտեղ իրանց տենդենսները ճիշտ լինի, ձևաչափը սկսած բարբերշափերից են, որ գնում են իրանց տեղին հետևում են։ Բայց ես այդքան ընկեր ունեմ, համ տենց սիմպաթիչն են Հայկ ջան, համ սիրուն, այն որ ասում եմ, ֆիգուրան էլ պահում են։ Ում առաջարկում ասում եմ լսի, օրինակ մեր պոդիում էլ էլի թող մեր տղերքը մի հատ բարձրանան։ Դե անպայման էս մարզա դահլիճում մնաք, պոդիումում ցույց տվեք էլի, այն որ մեր տղերքն էլ լավ է սիմպաթիչնի են ու կարան համաշխարհային պոդիումներ գրավեն։ Հիմա ինչքանով է, այսպես ասած, գոնե հարուստ ձեր դպրոցը եւ ինչքանով է կարողանում գոնե ինչ-որ չափով համոզել տղաներին, որ ունենք նաեւ տղաներ, որոնք պետք է պոդիումը գրավեն հայկական։ Իրականում բավականին շատ տղաներ կան, թե սիմպաթիչնի, թե բոյով, թե խարիզմատիկ։ Հիմնականում ամենակարևորը ինքնավստահությունն է։ Հա, այդ կարևոր է։ Շատ կարևոր է, ընթացքի մեջ ամեն ինչ ու կան լիքը տղաներ կան, որ հաստատ արժանի են ու կարան լիքը բաների հասնել։ Այս ամեն ինչը ասում եմ, որպեսզի հասկանամ, լինում են դեպքեր, որ դուք ինքներդ եք առաջարկում ձեզ հետ համագործակցեն։ Եղել է տենց դեպք լինել։ Մեկ երկու դեպք լինում է, հիմնական մեկ ինչպես է լինում, մենք հասել ենք այն մակարդակին, որ մեզ գրում են եւ ցանկություն են հայտնում մեր հետ համագործակցել անգամ այն դեպքում, երբ որ մեզ մոտ չեն սովորել եւ չեն ստացել մասնագիտական գիտելիքները։ Իրենք ցանկանում են, իրենք բավական տարիքով մեծ են, հա, 30+ ունենք նաեւ մոդելներ, իրենք են հենց ցանկություն հայտնում մեր ագենտստվայում լինել հիմնական մոդել եւ համագործակցություն ծավալել։ Բայց լինում են նաեւ դեպքեր, որ մենք նաեւ հրավիրում ենք հիմնականում օտարերկրյա մոդելներ են լինում, նո հայկական շուկայի մասով կարող եմ ասել, որ մի քիչ դա էլ ենք, հա, սենց հաղթահարել, հասկացել ենք, որ պարտադիր չի պոդիումի մոդելը տղամարդը լինի, օրինակ, չգիտեմ, կանացի քայլվածքով եւ այլ, այլ այդ բրուտալ կեցվածքը, պահվածքը եւ խարիզման կարելի է նաեւ ցուցադրել հենց պոդիումի վրա։ Այսինքն, այդ մասով մենք նաեւ կարողացել ենք հաջողություններ գրանցել եւ այո, մեզ մոտ ներգրավել շատ բրուտալ, խարիզմատիկ, բարձրահասակ, թիկնեղ մոդելների, ում հետ մենք շատ մեծ սիրով համագործակցում ենք։ Հիանալի է, ամփոփման համար ինչ ունենք պակաս, որ պետք է հանրությանը ներկայացնենք կամ կիսվենք, Լիլիթ ջան, ինչ կա ասել ուրիշ։ Ես ուզում եմ ասել, որ ցանկացած տեղ, երբ որ սկսած փոքր տարիքից, հա, ծնողը փորձում է իր երեխայի ապագայով զբաղվել, անպայման ուշադրություն դարձնի թիմին,
ուշադրություն դարձնի պրոֆեսիոնալիզմին եւ այն ջերմ վերաբերմունքին, որ իրենք ստանում են տվյալ հաստատությունում, որովհետեւ մեզ մոտ չի գործում միայն այն տարբերակը, որ գալիս սովորում գնում են, այլ ոչ, մեզ մոտ փոքրիկ ընտանիք է, մեզ մոտ շատ ջերմ մթնոլորտ է, մենք բոլորին հավասարաչափ ենք ընդունում եւ բոլոր ֆորմատներում փորձում ենք հավասարաչափ ներկայացնել։ Ուզում եմ ասել, որ շատ կարեւոր է, որ այդ վերաբերմունքը իրենք ստանան ու լավ գիտելիք ստանան, ոչ միայն ժամանակը սպառելու համար, այլ նաեւ ապագայում իրենց երեխային շատ ճիշտ տեղ տված լինեն, որ կարողանան այդ երեխան իր ճիշտ ապագան կառուցի տվյալ հաստատության հետ։ Համաձայն եմ։ Իսկ եթե ձեզ այս ամբողջ հետաքրքրեց, ասեմ, որ նրանց բավականին հեշտ է գտնել, որովհետև սոցհարթակում բավականին ակտիվ են։ Կարաք ինձ էլ զանգահարեք, ես ձեզ կօգնեմ այդ հարցում մեծագույն սիրով, բայց եթե ուղղակի հավաքում եք Prof Art Modeling, Prof բառից արդեն առաջի տողերը գալիս են եւ Լիլին, որը կարող է վստահ առանց այստեղ իրան նստել բացահայտ ասեմ, որ հիմա ցույց կտա թե ինչպիսի սաներ ունի եւ ինչպես է ներկայանում եւ շնորհակալական խոսքս էլ հղեմ շատ ծնողների կողմից, ովքեր որ շատ վստահորեն ոնց հասկացա կարողանում են իրենց երեխային բերեն, թողեն ու գնան, այսինքն իրանք այնքան վստահ են, որ իրենց երեխան այն ամբողջ ինչ սովորացրել եք հիմա եթերում ցույց կտա, դա կարևորի ձեռքերում է։ Այո, դա կարևոր երևույթ է։ Այսօր մեր մոդելները ներկայանալու են Malinka Letsի փոքրիկ Letsի բրենդով։ Տվյալ բրենդը Անգլիայում եւ Ռուսաստանում է եւ մենք ունենք նաեւ Հայաստանում ֆրանչայզինգը իրենց։ 0-ից 15 տարեկան երեխաների համար է եւ հասցեն Սաատնովա 23-ում է գտնվում։ Նաեւ հավելեմ, որ մենք պատրաստվում ենք Barcelona Fashion Week-ին։ Այո, հուլիսի 18-ին։ Լավ։ Հայաստանից եւս մեր մոդելները պետք է մասնակցեն։ Այդ մասով էլ արդեն կփորձենք ավելի ակտիվ լինել Instagram-ում տեղադրել եւ այդպես արդեն հաջորդիվ հաղթանակած մեր նոր պրոյեկտներով ես մեծ սիրով կմիանամ քեզ Զինա ջան։ Շատ շնորհակալ եմ, սիրով էլ մենք սպասելու ենք եւ այս պահին էլ ավելի մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետեւ ինչ խոսում ենք, փաստում ենք հենց հիմա։
Ինչ Արգենես, վստահ եմ դուք հենց հիմա շունչներապած հետևում եք Հայաստանի Հանրապետության բոլոր այն ապագա գեղեցկուհիներին, ովքեր որ վստահ կարող եմ ասել գրավելու են համաշխարհային պոդիումները։ Միջև հիմա ձեզ հետ Հանրապետության լավագույն փոքրիկներն էին եւ ձեր Զինա Հակոբովնան։